Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ եւ հետևորդուհիներ ջան։ Հիմա կասեք Անահիտն էս ինչ է անում էկրանի առաջ։ Ասեմ ձեզ, ըստ վերնագրից արդեն կհասկանաք։ Ես տանից պետք է դուրս գայի եւ շատ կարեւոր հանդիպումներ ունեմ այսօր եւ մտածեցի, ասեցի սրանից լավ հարմար առիթ չի լինի, որպեսզի ես պատասխանեմ ոմանց հարցերին իմ նոր հետևորդներին եւ հետևորդուհիներին։ Իհարկե գիտեմ, որ շատ դժվար կլինի հին հետևորդների համար, որովհետև դուք արդեն գիտեք պատմությունը, բայց ես իրենց հասկանում եմ։ Instagram-ով եւ YouTube-ով ես շատ նամակներ եմ ստացել, խնդրել եմ, որ գրեմ Անահիտ ջան, այնքան կցանկանանք տեսնենք դու ով ես, ոնց ես եկել Ֆրանսիա, ինչ ես աշխատում, ինչ ես անում։ Մարդիկ չեն կարողանում գնալ հետ եւ նայեն եւ գտնեն։ Եվ ես իրենց չեմ մեղադրում, որովհետև ես նմանապես այդպես եմ։ Ուրեմն սիրելիներս, ասեմ, ես Անահիտն եմ եւ ապրել եմ 29 տարի Երևանում։ 32 տարի ապրում եմ Ֆրանսիայում։ Ես Երևանի աղջիկ եմ, ծնողներս Լեննականից են։ 13 տարեկանից պատահաբար ինձ տարան բասկետբոլի բակում խաղալուց տեսան բարձրահասակ եւ դա եղավ իմ համար ճակատագրական։ Ես խաղացել եմ Հայաստանի լավագույն թիմերից մեկում, ինձ թվում է նրանք ովքեր արդեն կտեսնեն, կճանաչեն, կհիշեն, որը եղել է միակը եւ դրանից հետո այդպես է չկարողացան ինչ որտեղ կառուցեն բասկետբոլային թիմ, շատ փորձեցին, բայց չստացվեց։ Դա իհարկե ինչպես Արարատը 73 թվականին, ես չեմ կրիտիկե անում եւ չեմ եւ հենց դեռ ասեմ նահաբարոտ, ես քաջալերում եմ եւ ավելի եմ ասում ժողովուրդ ջան, պետք է գնանք առաջ, անփոխարինելի բան չկա, բայց ասեմ ձեզ, որ պարզվում է կա։ Եվ մեր մարզիչի Աստված հոգին լուսավորի, ինչ ասեմ, իր այդ բնավորությունը եւ իր տաղանդը, ես դրանից հետո ոչ մի մարզիչ չեմ տեսել, անգամ Եվրոպայում, դա Չոլախյան Ռաֆիկն էր, ով ինչ ասեմ, կառուցեց այդ թիմը, Լեննականից էր, եկավ Երևան եւ ինքը դարձեց մի հատ մեծ հզոր թիմ, որը ներկայացրեց, այդ թիմը ներկայացնում էր սովետական միության չեմպիոնատում եւ մենք լավագույններից լավագույնն էինք, ասեմ ձեզ նաեւ, որ ամենակարճ թիմն էր հասակով։ Իմ հասակը 1.83 է, պատկերացնում եք ռուսների եւ Պրիբալտիկայի խաղացողների դեմ, ես կարճահասակ չեմ կարող ասել, բայց ես միջին էի համարվում։ Խաղացել եմ սովետական միության հավաքականի, եղել եմ իրենց սովետական միության հավաքականի մեջ, այսինքն ես ինձ ընտրել եմ որպես Հայաստանի թիմից մի հոգի եւ այլն, պատմեմ, շարունակեմ, եղել ենք սովետական միության չեմպիոն, հետո դուրս ենք եկել Եվրոպայի խաղեր, արդեն որ ամեն ինչը փլուզվեց, եւ 29 տարեկանում 92 թվականին պայմանագիրս կնքեցի Ֆրանսիայի լավագույն թիմերից եւ 93-ին հայտնվեցի այստեղ, բարձրագույն խումբ։ Այդ ժամանակ միայն բարձրագույն խմբերը իրավունք ունեին պայմանագիր կնքեին արտասահմանյան ոչ եվրոպական երկրների խաղացողներին եւ նաեւ եվրոպական, հետո փոխեցին իրենք եւ մենք համարում ենք ոչ եվրոպական։ Խաղացի 29 տարեկանից մինչև 37 տարեկան խաղացել եմ Ֆրանսիայի լավագույն թիմերում եւ որպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի։ 96 թվականին ամուսնացա, ամուսինս ֆրանսիացի է, Սերժը, տեսնում եք էկրաններին մեկ ստից ռուսերեն է խոսում, բայց դա իր լեզուն է օրինված։ 94-ին ծանոթացանք, 96-ին ամուսնացանք, մեծ հարսանիք եւ շատ ուրախ հարսանիք, իմ ամուսինը ռեգբիստ էր եւ ռեգբին եւ բասկետբոլ եւ այլ, ուզում եմ մի քիչ ասեմ թե ես ով եմ։ Իմ ընտանիքը, անցնենք իմ ընտանիքին, սիրելիներս, ես ունեմ 3 քույր, 1 եղբայր, մաման, պապաս մահացել է եւ բոլորն ապրում են Ֆրանսիայում։ Մայրիկի համար, երբ որ տունը կառուցեցինք, ամուսինս շինարար է, ինքը ուներ ֆերմա, հետո թողեց այդ ամեն ինչը, իր մասնագիտությունը շինարար եւ ինքը անհատ աշխատող էր, ինքը իր համար, այսինքն ինքը ոչ թե մեկի մոտ էր աշխատում, այլ այդ անհատ կազմակերպությունն իրենն էր։ Եվ մայրիկի համար էլ կառուցեցինք փոքրիկ անկյուն, որովհետև ինքը չցանկացավ գնալ քաղաք։ Մերոնք բոլորը քաղաքում են, բացառությամբ մի քրոջիցս, որն ապրում է ոչ շատ հեռու ինձանից։
Ինչ եմ ձեզ ուզում, քրոջ երեխաներ բոլորն այստեղ են։ Եվ ես դրա համար շատ ուրախ եմ եւ ես դրա համար շատ գոհ եմ Աստծուց, Տիրոջից։ Ունենք մի հրաշք տղա, իմ սիրուն Դավիթը, ով այսօր նշանված է իմ սիրուն Կարլայի հետ եւ ապրում են մեզանից 4 ժամ հեռու։ Շատերի գրում եք, բա մինուճար տղա, բա ոնց երեխային մենք մեր համար չենք բերում, երեխային բերում ենք, մեծացնում ենք, սիրում ենք եւ հետո թողնում ենք ազատ։ Ես մինչև 40 տարեկան սպորտի ասպարեզում եմ, 37 տարեկանում վերջացրեցի պրոֆեսիոնալ բասկետբոլը, այսինքն ես դրա համար վարձատրվում էի երեխեքով, ասում պրոֆեսիոնալ, վարձատրվում էի տնով, ամեն ինչով։ 37-ից 40 մարզիչ աշխատեցի եւ ես նույն ստիլն էր իմ մարզչական, ոնց որ մեր մարզիչը Չոլախյանը, եւ ես մտածեցի, չէ, ես վերջում Չոլախյանի նման խնդրեմ եմ ունենալու առողջական, որովհետեւ ես ապրում էի այդ 40 րոպեն։ Եվ հետո ճիշտ ասած ես շատ սիրել եմ մոդան, շատ սիրել եմ հագնվել, սիրել եմ ես դա կոշիկ, շոր եւ այլն, բայց իհարկե չեմ ընկել բրենդների հետևից, ոմանց նման, բրենդել եմ ունեցել, հենց եմ ունեցել, չի որ եւ ես պատահական տեսա այս ֆիրման, քանի որ ես արդեն իմ տղայի համար հաճախորդ էի, ուրեմն սա մի ֆիրմա է, որը միայն պրեզենտացիաներով է դուրս գալիս եւ խանութում գոյություն չունի, եւ ճիշտ ասած նայեցի ծիծաղալով մի օր ասեցի, վայ, ափսոս աղջիկ չունեի, որ աղջիկ ունենայի, վայ, աղջիկ ունե, այս ամբողջ հավաքածուն կգնեի, բայց Դավիթին ամբողջ տղաների հավաքածուն գնում էի։ Միկին շուր եկավ ասեց, բայց դու գիտեք, որ իրանք սկսել են կանացի շորեր արտադրել, բայց շատ, ոնց ասեմ, իրենք ընտրում են, թե ոնց, ինչ, որովհետեւ պետք է ինչ որտեղ փորձ ունենաս կյանքի եւ այլն։ Ճիշտ ասած ասեցի դե լավ, ես կշարունակեմ իմ սպորտը, բայց սպորտ չէի սիրում, ասեմ, որովհետև արդեն ոչ թե չէի սիրում, սպորտսմենու եմ եղել, 40 տարեկանում արդեն որ ասես բաժակը լցվում է, գիտեք ինչ, եթե ես չապրեի այդ փառքը, որ ես ապրել եմ, ինչոդեղ կարող եմ համար կարոտ լիներ, որովհետև ինձ առաջարկեցին, որ ուրիշ քաղաք գնամ, Ֆրանսիայի լավագույն թիմերի մարզիչ լինեմ, բան, ես կարողա ձգտեի գնայի, որովհետև ես կիսատ եմ թողել, բայց ոչ իմ կիսատ չէի թողել։ Մենք ամբողջ կյանքում մեր ոտքը գետնին չի իջել։ Մենք նստել ենք ավտոբուսը, էցի կարուսը տարել են մեզ խաղի, ոնց որ հիմա բոլոր սպորտսմեններին, ինչ ասեմ, ժողովուրդը աննկարագրելի ձևով լիքը, բոլորը ճանաչում, բոլորը ծափահարում, փառք եմ վայելել եւ դա թողնում ենք իմ հետևում։ Ասեմ ձեզ, որ ես միշտ մի լոզունգ ենք ունեցել մեր ընտանիքում, մեր մամայի, ինչքան էլ կբարձրանաք, ինչքան էլ կճանաչվեք, չմոռանաք ձեր արմատները։ Եվ ես ծնվել եմ մի հասարակ սովորական լավ սիրված ընտանիքում, բանվորի ընտանիքում, ոչ մի ծանոթով եւ այլն չի եղել, որովհետեւ գիտեմ շատերը կային, որ ծանոթով իրանց մամաները գնում էին, պապաները գնում էին, ինչ որ բան էին անում, որպեսզի իրանց երեխաները առաջ գնան, մեր մոտ դա չի եղել, ունես, հայրս միշտ ասել է, տաղանդ ունես, առաջ կգնաս, չունես, չես գնա։ Եվ մեր 5 երեխաներից մեջից միայն ես պատահաբար, այսինքն դա էլ էր ճակատագիր։ Եվ այդ փոքրիկ պետությունից մի փոքրիկ աղջիկ դարձավ բասկետբոլիստուհի, ճանաչվեց եւ այլն։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, այնպես որ տաղանդը չեն գնում, սիրելիներ, տաղանդը պետք է ունենաք։ Հիմա բնականաբար երևի նույնը չի։ Եվ մեր լոզունգը դա է եղել, լինել հասարակ։ Դրա համար ես ասեմ ձեզ սա էլ ասեմ եւ շարունակեմ, երբեք աստղային հիվանդությամբ չտարապեք, որովհետև դա տանում է մարդկանց, բարձրանում եք, բայց շատ դեպքերում ընկնում եք նաև, այսինքն լինում է վերև, բարձրանում եք, իջնում եք եւ այլն, դա դուք պետք է իմանաք, որ փառքը դա ժամանակավոր է, բոլորս էլ մեծանում ենք, բոլորս էլ հետո շատերը կան, ահա որ ծանր են տանում դեպրեսիա եւ այլն, բայց որ դուք լինում եք այնպես ինչպես եղել եք, դա կապ չունի, դու Անահիտ Տատայանն ես, թե Զենեդին Զիդանն ես, երբ դու մնում ես այնպես ինչպես կաս, դժվար չի, որ ամեն ինչը ավարտվում է եւ դու մտածում ես, սպասի, ես շարունակեմ ուրիշ աշխատանք։ Եվ ես որոշեցի 40 տարեկանում, կրիզիսա չէ, 40 տարեկանը փոխել իմ մասնագիտությունը, իմ ընկերուհին շատ զանգ, Անահիտ վերցա, իհարկե ինքը այսօր մեր հետ չի, ինքը շատ շուտ մահացավ, եւ դա իմ համար շատ ծանր էր, որովհետեւ միակն էր, որ Ֆրանսիայում ես եկա եւ ինքը ինձ ձեռնբաց ընդունեց, իհարկե բոլորն էլ հետո, բայց ինքն ավելի
Եվ ասեցի դե լավ փորձանք չի եւ 24 տարի ես աշխատում եմ եւ ճիշտ ասած իրանք տեսան որ ես սպորտսմենու եմ եղել եւ այլ, բայց իրանք ինչ որ միտեղ ես իհարկե ներկայացեցի որ ես հայ եմ եւ ամենտեղ նշում էին հայուհի եւ գիտեք ամենածիծաղելին որն էր որ ամբողջ Ֆրանսիայում ես որ եկա այստեղ 92-3 թվականներին այդքան մարդիկ չէին գալիս հոսք չկար ես առաջինն էի երևի միակն էի բոլորը գիտեին թե հայերը բարձրահասակ են ըստ ինձ նայելով եւ ճիշտ ասած ես չէի ասում չէ ծիծաղում էի բայց փաստորեն որ մենք գիտենք որ մենք բարձրահասակ ազգ չենք Եվ ճիշտ ասած ես էլ մտածում եմ թե ֆրանսիացիներն են բարձրահասակ չեն, դա միայն մանեկեններին ենք տեսնում։ Եվ ես փոխեցի մասնագիտությունից։ Ես աշխատում եմ մոդայի տան համար եւ իմ հավաքածուն դա կանացի հավաքածու է եւ դուք շատ հաճախակի տեսնում եք սեզոնից սեզոն ես ցուցադրում եմ շորտեր իմ վրա այսօր ես ինչ հագել եմ ոտից գլուխ դա իմ հավաքածուն է Եվ ես շատ հպարտ եմ դրա համար, որովհետև ես եղա առաջին տեղը, չեմպիոն, ես շահել եմ բավականին շատ այդ սոցիետեն ինքը քեզ որպեսի մոտիվացնի, քեզ ճանապարհորդություններ ես դու շահում բան, բայց շատ ճանապարհորդություններ չեմ գնացել, որից մեկը Նյու Յորքն է, Շրի Լանկան, Լիզբոն եւ այլն շատ։ Միակը որ ցանկացա գնամ, դա Դուբայն էր, շատ գեղեցիկ ճանապարհորդություն էր, Դուբայ եւ Սեշել կղզիները Իհարկե Սեշելը այդքան չէի ինձ կոտորում, բայց Դուբայ ցանկացա մի անգամ տեսնել եւ այդ մի անգամ ինձ հերիք էր, որովհետեւ այդ կողմերը չի եղել։ Շատ եմ մանեկել, երեխեք, մեր սպորտի բանով այդ շատ ենք մանեկել։ Եվ ես ճակատագրի բերումով հայտնվեցի այս փոքրիկ գողտրիկ Ֆրանսիայի գողտրիկ մի անկյունում։ Սկզբից դժվար էր, բայց հետո որ արդեն քո կեսին գտնում ես, որ քո կեսդ քեզ է գտնում ավելի շատ ինքը Ես արդեն հարմարվում ես, քանի որ կա սեր, քանի որ կա ընտանիք, հարմարվում ես։ Դժվար էր սկզբի շրջանում, ես հաճախակի գնում էի մեծ քաղաք, գալիս էի մի 4 օրով, 5 օրով տղայիս հետ։ Ամուսինս չի սիրում, ամուսինս այս կողմի տղա է եւ ինքը չի սիրում քաղաք եւ ես հարգում եմ իր նախասիրությունը եւ ինքն էլ հարգում է իմը, ես տարին մի անգամ Երևան էի գնում, ես Նես չի որ եղել որ ասի չէ ես չեմ գնում դու մի գնա էգոիստություն չի եղել մեր մոտ փոխադարձ հարգանք եւ սեր եւ կհավատաք սիրելիներս ես այն անում եմ հաճույքով եւ 60 տարեկան դեռ չկա դա էլ 60 տարեկանի կրիզիսն էր որոշեցի հեռախոսը վերցեցի եւ բացեմ խոսամ եւ YouTube-յան ալիք բացեմ ինչու Ուրեմն առաջին պատճառը, որ ես բացեցի YouTube-յան ալիք, ես ցանկացա շփվել իմ հայազգի հետ։ Շփվել, ուղղակի շփվել, որովհետև ես այստեղ միայն մայրիկս է, ես եմ իմ ամուսինը, դե տղաս գնաց արդեն մի քիչ, գիտեք, ոնց որ ամայություն զգացի, եւ երկրորդը, գիտեք որն է, ես շատ էի նայում տարբեր բլոգերներ, բայց երկար չէի նայում, որովհետև կան որոնք իմ սրտին չի կպնում, սիրում ես կամ չես սիրում, բայց երբեք չէի գրում։ Ես զգացի, որ ձևականությունը շատ է էկրանի տեսքով։ Ես զգացի, որ խաբեությունը շատ է։ Այո, սա ֆիլմ է, ֆիլմերում ենք տեսնում, բայց ինչու իրականությունը ցույց չտանք։ Ինչու չասենք այն, ինչը կա։ Ինչու չասենք սա 10 եվրոյում գնե ոչ թե 100։ Ինչու ցույց չտալ մի հայ կնոջ, որ բոլորն ասում են Մեր հայերն էլի զզվում են, լացում են, անդադ ուզում են, ոչ, ես ուզած ժողովրդին ցույց տամ, սիրելիներս, որ ոչ բոլորն են այդպես։ Մարդը ոնց ծնվում է, այնպես էլ մահանում է։ Մարդը եթե ծնվում է հպարտ էլ գնում է, մարդը որ մուրացել ամբողջ կյանքը մուրում է։ Մեր ընտանիքում մի հատ, ինչ ասեմ, լոզունգ է եղել մայրիկի։ Փորերները կուշտ Սառնարանը լիքը, ոչ ոսկի, ոչ բրլյանտ, իմ երեխեքի աչքը պիտի լիքը լինի, եւ դա երեխեք շատ կարեւոր է։ Ես իմ YouTube-յան ալիքում խոսում եմ երբեմն, ցույց եմ տալի, որպեսզի մարդիկ երիտասարդներն էլ թեկուզ նայում են, մտածեն, ինչու ես չէ, ինչու մենակ ինքը։ Իմ մայրիկը 90 տարեկան կին է, ինքը գալիս առաջ խոսում է, ինքը ցույց է տալի, որ ապրեք, եթե հնարավորություն ունեք, ապրեք ձեր համար, ապրեք առանձին, որպեսզի երկար ապրեք։ Եղեք, միշտ ձեր ձեռքը թող երկար լինի։
Ես ցույց եմ տալիս մոդա, ես ցույց եմ տալիս խոհանոց, ես ցույց եմ տալիս իմ փոքրիկ ընտանիքը, ես դուրսը, իմ ընկերության, երբեմն ռեստորան, երբեմն սա ոչ թե ցուցամոլություն է, այլ ուզում եմ, որ նրանք, ովքեր հնարավորություն չունեն ճանապարհորդելու, գան մի քիչ իմ հետ անցկացնեն եւ տեսնեն, թե ինչպես են Ֆրանսիայում։ Շատերը կան, որոնք ցույց են տալիս գյուղերը մեր Հայաստանի, դա մեր համար հետաքրքիր է, իմ համար անձամբ հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր չի, թե ոմանց հարստությունները, որովհետև դա իմ համար այսենց զրո է։ Իմ համար մարդու մարդ լինելն է կարևոր։ Մեր Արտակ Արամյանի, որ ասում մարդ, պիտի մարդը մարդ ծնվի, որ մարդ մնա։ Եվ ես որոշեցի այս ալիքը բացեմ, որպեսզի ժողովրդի հետ շփվեմ եւ ժողովուրդը նաեւ տեսնի, որ տարիքն էլ կապ չունի, որ մենք այսօր տարիք դա միայն թվեր են, որ սա 30, 40, 50 տարի առաջվա պատմություն չի, այսօր 60 տարեկանը, 62 տարեկանը նոր ամուսնանում է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Էներգիա եմ ես ձեզ տալիս եւ դուք ձեզանից ցանկանում են պոզիտիվ էներգիա ստանալ։ Դրա համար ես ինչ եմ անում։ Նրանք ովքեր ցանկանում են անգամ ապուշ հիմար մի բան գրեն, թեկուզ դա վիրավորական չի, թեկուզ ես զգում եմ, որ սա մեր թիմի անդամ չի, սա մեր երամը չի, ես իրանց բլոկի եմ անում, ուղարկում եմ, ասում գնացեք ձեր ճամփրուկը վերցեք, գնացեք ձեր ճանապարհով, դուք մեր հետ գործ չունեք։ Մեր ալիքը, ինչ ասեմ, թիմա, բասկետբոլային թիմ։ Ասել ֆրանսիացիներին, ուսա պասը, ուսա կասը, կամ անցնում է, կամ կոտրվում է, փշրվում է։ Դրա համար սիրելիներս, իսկ ինչ հրաբերվում է շատերին թվում է, մեկն է գրել փողի համար, սիրելիներս, ես երևի թե այն նրանք, ովքեր աշխատում են, ունեն 100,000 պատպիսչիկներ, 100,000-ավոր մարդիկ, ես ստանում եմ աշխատավարձ։ Ես ունեմ իմ աշխատանքը, իմ ամուսին ունեմ, ես արդեն 62 տարեկան եմ, ես սա անում եմ ինչ որտեղ լյուբիտելսկի, այո, ես չեմ թաքցնում, սա մոնետիզացվում է, մի վարքյան երեխեք էլեմենտը նստում է։ Ահա, միացրեցի, կներեք երեխեք ջան, որովհետև լույսը հենց ընկնում է, ուրեմն ես գիտեք, բոլորը գիտեք թե ոնց է դա աշխատում, սա մոնետիզացվում է, բայց չնչին կոպեկներ։ Դա ինձ չի հետաքրքրում։ Որովհետև այդ մոնետիզացված գումարը մի շաբաթվա առևտուր է, գնումներ է, երեխեք ջան։ Ես չեմ սիրում մեծամտություն։ Ես էլ ունեմ իմ թերությունները, ես էլ կարող եմ շփոթվեմ, սխալվեմ, ասեմ, չէ, քեզ սա չի զգում, հետո նայեմ, ասեմ, նո, մի հատ հանի, այս մեկը հակի եւ այլն։ Բայց ելի եմ ձեզ ասում, սիրելիներս, կցանկանայի անել ռեկլամներ, մեր հայկական բրենդները ցույց տալ, որովհետև իմ աուդիտորիան առաջին տեղը Հայաստանն է, երկրորդը Ֆրանսիան է, երրորդը Ամերիկան է այսօր, չորրորդը Ռուսաստանն է, հետո արդեն գնում է Բելգիա եւ այլն եւ այլն։ Ես այսօր կարող եմ ամբողջը անջատել եւ իմ կյանքով հանգիստ ապրել։ Բլոգերությունը դա մի հատ ինչ ասեմ, ռեժիսորական աշխատանք է, ես հիմա հարգում եմ, հարգանքներս բոլոր բլոգերներին։ Պետք է մոնտաժ արվի, պետք է լրիվ, չեմ ասում հանեք, ես նկարում եմ, շատ քիչ է լինում, որ ասենք կտրատում եմ, կպցնում եմ, որտեղ այդ րոպեին կարող եմ մի հատ հոր անջեմ, կարող եմ մի հատ ջուր խմեմ, այդ բաները հանում եմ։ Իսկ ինչ վերաբերում է, պիտի մոնտաժեք, պիտի ամեն ինչը լինի հասանելի, որ մարդիկ տեսնեն։ Դա է, եւ դա աշխատանք է։ Երբեմն գալիս է մի մոմենտ, ես նստում եմ, ասում եմ, ոյ, ես երևի այս ամիսը հանգստանամ, չդոնեմ, մեկ էլ հանկարծակի հիշում եմ, որ մարդիկ կան սպասում են։ Այսօր ով էր գրել, չեմ հիշում, անունները, բոլորիդ անունները վիզուել հիշում եմ տեսողական, բայց ասենց որ ասեմ մոռանում եմ անունները, ով էր գրել, ինձ գրել էր Անայի ջան, որ քեզ տեսնում եմ, ես անամպեր եմ սպասում, որովհետև դու իմ կյանքը լցնում ես։ Դրանից այն կողմ, էլ ինչ ենք ուզում, մանանա ենք ուզում երկնքից երեխեք ջան։ Դրա համար, գիտեք, շատերը իրենք կոնտենտներ ունեն, ովքեր դնում են այնպիսի բաներ, որպեսզի շատ մարդ հավաքեն։ Մի քննադատեք։ Այդ մարդիկ ուրեմն իրա ուզում են գումար աշխատեն։ Այն մյուսը կարող է դուրս գա բարի, այն մյուսը դա իրենց կյանքն է։ Աստված բոլորիս տվել է կյանք, որպեսզի մենք այն անենք։ Ես միակ բանը, որ չեմ ընդունում եւ չեմ էլ խոսում, սիրելիներս, դա այն մարդիկ են, ովքեր մեծամիտ են։ Իսկ այդ դրանք, որ ուղղակի հելնում են, այտենց էլ իրանց համար ասել Լեննագանցոց սայլուկ բաներ են ցույց տալի, թող ցույց տան, կարող է ձեր համար սայլուկ է, իրանց համար սայլուկ չի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար երեխեք ջան, մի դատեք, որ չդատվեք, մի դատեք, որ չդատվեք։ Դրա համար ես իմ ալիքի այս ամեն ինչը անում եմ,
որպեսզի մարդկությունը չասի, ադե հայեն էլի լացում են, նախանձեն, իրար չեն սիրում, իրար միս են ուտում։ Ինձ տեսեք, իմացեք, որ իմ նման մարդիկ շատ կան։ Այսպիսի բաներ, սիրելիներս, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ բոլոր նոր հետևորդներին ասում բարի գալուստ ձեռմբաց Անահիտ բլոգ, բարի գալուստ պոզիտիվ մարդիկ, բարի գալուստ Անահիտ թիմ։